Դուք այդպես կախարդական, ինչ-որ մի փայտիկ ունեք, որ դարձնում եք չոր իրականությունը արվեստ։ Քանի որ ես դասավանդում եմ, ես դա հստակ տեսնում եմ, որ լավ լուսանկարչությունն ու վատ լուսանկարչությունը տարբերակել է ոնց որ եւ շատ բաները լավն ու վատը, հա։ Օգնում են այս տեխնոլոգիաները, թե խանգարում են։ Այն բանը, որ մի քիչ հեշտ է տրվում, թվում է, որ կարելի է քիչ սովորելով, քիչ ջանքեր գործադրելով անել։ Մենք լինելով առաջին քրիստոնեական երկիրը, մենք մենակ Երևանում ենք դրա մասին խոսում։ Ողջույն, եթերում Ինավյու ծրագիրն է, լսեք և դիտեք մեզ, բաժանորդագրվեք, լայքեք և անպայման գրեք կոմենտներ, իսկ մենք սկսում ենք և սկսում ենք մեր հերթական ավանդական բլից հարցումից, բարև ձեզ, ներկայացեք խնդրում եմ, Վիգեն Մնոյան, լուսանկարիչ, հաճելի է, լուսանկարի, կանդրադառնանք այդ հարցին անպայման, ձեր տարիքը, 48 արդեն, ծննդավայրը, Երևան, բնակության վայրը, Երևան, ձեր մասնագիտությունը նշեցիք լուսանկարիչ, այո, Վիգեն ջան, կան կերպարներ կամ էպիզոդներ, որոնց դուք կրկին և կրկին վերադառնում եք։ Դե ինքը լուսանկարչությունը հենց դրա մասին է, այսինքն ինքը շարունակական process է, կան պրոյեկտներ, որոնք որ շարունակական են, երկար են, կան էսկիզներ, որոնք դու ընթացքում անում ես, հետո նորից վերադառնում ես ուրիշ աչքով ու որպես նախագիծ է դառնում, արդեն պրոյեկտ է դառնում։ Հասկացա։ Ու բնականաբար կան մարդիկ, որոնց որ տարիների ընթացքում իմ գործից ելնելով նորից վերադարձել եմ իմ պորտֆոլիո պրոյեկտի շրջանակն, որը որ ժամանակին հմեկում արվել է 2000-ականներին, հիմա արդեն Instagram տարբերակով այնտեղ ունեմ հերոսներ, հյուրեր, որոնց որ 20 քանի տարի անց նորից վերադարձել եմ։ Հա, այս թեմաներին մենք կվերադառնանք, որովհետև սրա մասին պետք է երկար և հետաքրքիր կերպով խոսել։ Եվ բլիցի վերջին հարցը, ձեր ամենամեծ երազանքը։ Դե երևի այսօր բոլոր հայերս մի երազանք ունենք։ Դա մեր երկրի անվտանգությունն է, մեր երկրի արժանապատիվ մեր երկրին խաղաղությունն է։ Այսքանով սահմանափակվեմ։ Հասկանալի է։ Վիգեն ջան, ինչպես ծնվեց Վիգեն Մնոյան լուսանկարիչը։ Շատ պատահական, չնայած դե իմ սերնդակիցների մոտ ընդունված էր ֆոտոխցիկը լինում էր տներում, այսինքն պապուս ֆոտոխցիկով եմ, ֆետ ֆոտոապարատով եմ սկսել երիտասարդ տարիքում, ու երեխա տարիքում երիտասարդ չէ, ու ընդունված էր, տենց կար որոշակի հակում դեպի լուսանկարչություն իմ տարիքիցների մոտ, դա բարդ process էր բավականին, այդ կարմիր լույսի տակ պրայև անելը, բանը, բայց հետո ժամանակի ընթացքում 90-ականներին, երբ որ ընդհանրապես լույս չկար, շատ քիչ մարդիկ էին զբաղվում դրանով, գնացի բանակ եկա ու տենց հանգարցակի որոշեցի գնամ հետ կողմով փորձեմ ուսումս, ու մեծ դեր է խաղացել նաև աղբորս մասնագիտականը ու աշխատանքայինը, որ ինչ որ զուգահեռ մոտիկ մասնագիտություն էր, գնացի փորձեցի վարպետներս ասացին, որ պիտի շարունակվի դա, առաջի վարպետը Ով էր առաջին վարպետը։ Պարաջանովի օպերատորը Յավորյան Ալբերտ Յավորյանն էր։ Տենց շատ թեև տվեց էլի սկզբից ու գնաց շարունակվեց, հետագայում Դա ինչ-որ ստուդիա էր, Վիգեն ջան։ Դա Ամեկ+-ի բարձրագույն դպրոցն էր։ Հա։ Ու մեր օպերատորական այսօրվա շատ լավ օպերատորներ կան, որ այդ ստուդիան են ավարտել։ Ինքը ընդամենը մի քանի ամսվա կուրս էր, բայց շատ լավ սերունդ է դուս եկել, մինչև հիմա շատ լավ օպերատորներ ունենք։ Այնտեղից ու մի քանի նաև լուսանկարիչ։ Քանի տարի անց այդ ստուդիան ավարտելուց հետո դու զգացիր, որ դու արդեն կայանում ես այս մասնագիտության մեջ։ Անդադար process է, երբ որ զգաս, որ դու կայանում ես, դա քո վերջն է։ Այո։ Վերջի սկիզբն է լինելու։ Ինքը ոնց որ մնաց բոլոր արվեստներում երևի տեղ չկա կանգնելու, էլի, այսինքն կայանալու հələ
Նայած մարդը ինչա պատկերացնում կայացման մեջ էլի։ Այո, օրինակ դու ինչ ես պատկերացնում։ Ես ստեղծագործականի հետ եմ դա կապում, իսկ ստեղծագործականը միշտ նոր ուրիշ բաներ ես քո համար անում։ Էջեր կան բացել, Էջեր չէ՞։ կան, անդադար այդ աշխատանքը։ Ես մի հարց կտամ մասնագիտական, իհարկե մենք դա չենք պատկերացնի, բայց ես կարծում եմ դուք փորձես մեզ բացատրել։ Ինչպես դուք այդպես կախարդական, հա, ինչ որ մի փայտիկ ունեք, որ դարձնում եք չոր իրականությունը արվեստ։ Դե դա կարելի է յուրաքանչյուր արվեստագետի այդ հարցը ուղղել ու դրա պատասխանը չեմ կարծում ինչ որ մեկը կարողանա տա։ Ես կարող եմ ասել իմ ավագ ընկեր Մուշեղի Մխիթարյան նկարիչ մի անգամ ինձ ասեց ինչ հետաքրքիր է, ասեց որ նկարիչը երբ որ իր էներգետիկան փոխանցում է նկարին, դա շատ հասկանալի process է, դու քո ձեռքով հպվում ես։ Այ ասեց երբ որ լուսանկարիչն է կարողանում չհպվելով փոխանցել էներգետիկան, այդ արդեն շատ հետաքրքիր է ու դրանից հետո շատ սկսեցի դրա վրա ուշադրություն դարձնել ու հասկանում Եվ վերածել արվեստի։ այո, ու բայց թե ոնց է դա ստացվում, չգիտեմ, դրա տակ իհարկե կա մի հատ մեծ բագաժ, կա ժամանակին լսած երաժշտություն, ճիշտ, ժամանակին կարդացած գրքերը, ճիշտ, բայց երևի ինչ որ ուրիշ բաներ էլ կան էլի այդ մոգական կամ Մոգականից խոսեցիր, այ քո կարծիքով որպես լուսանկարիչ դու առաջնային դնում ես էմոցիան, թե իդեալական կադրը տեխնիկապես մասը։ Դրանք տարբեր բաներ են, այսինքն կախված է ինչ լուսանկարչություն ես դու այդ պահին անում։ Կա լուսանկարչություն, որը որ ենթադրում է իր տակ տեխնիկական այդ անթերի լուծումները, կա լուսանկարչություն, որը որ ենթադրում է իր տակ մենակ էմոցիա, ու էմոցիայի տակ շատ տարբեր բաներ կան, բայց դա կախված է այդ պահի լուսանկարչությունից, ավելի հոգեարազատ է երկրորդ էմոցիան։ Բայց եթե դու պրոֆեսիոնալ ես, նաև Պիտի այն մասը համընկնի։ հա, պետք է համընկնի կամ Ցանկալի է։ գործից ելնելով, հա, բաներ կան, որ առանձնապես տենց շատ էմոցիոնալ բան իր մեջ չի ենթադրվում, ու որոշակի էմոցիոնալը մի քիչ տարբեր է, էլի, զգայողական, ու մի խոսքով կան բաներ, որը պրոֆեսիոնալիզմ է պահանջում, կան բաներ, որ ուրիշ մոտեցումներ է պահանջում էլի։ Հա, հասկացա։ Իսկ օրինակ կադրը դու ձևավորում ես, դնում ես սենց պանայից ու ինտուիցիայով, թե քեզ մոտ արդեն սա մտածված process է Դա գնացել։ ինտուիցիա չի, դա այդ այն ինչի մասին ես Այդ խոսում եմ։ տեխնիկական մասն է, հա։ Չէ, այդ մնացածները ինտուիցիա չի, մնացածները գիտելիքները, այդ ենթագիտակցությունն է մարդուն շարժում էլ, այդ նորից վերադառնում եմ, այդ ժամանակին կարդացած գրքերն է, լսած երաժշտությունն է, գեղանկարիչների աշխատանքներն է, հա, օրինակ ես մի հատ պատմություն եմ շատ հետաքրքիր, որ Հակոբ Հակոբյանի ալբոմը նկարչական, մեր տունը կար, շատ ուրիշ նկարիչների հետ միասին, բայց այդ ալբոմը ես տարիներ անց եմ հիշել դրա մասին, ուրեմն մի նախագծի շրջանակներում այդ մեր մեծերը նախագիծներ, մեր արվեստի ավագ սերնդի ներկայացուցիչների, ինքը մի տես նախագիծ էր, որոնք որ ավագ սերնդի ներկայացուցիչներն էին մեր արվեստի, դա Ռոբը Սահակյանց, Հակոբ Հակոբյան, չգիտեմ, Ջիմը Թորոսյան, Արա Շիրազ, շատերը։ Ու երբ որ Հակոբինն էինք նկարում, այդ նախագիծը իմ ընկերոջ հետ էինք անում, ինքը ոնց որ պրոդյուսերն էր նախագծի, որը Մոսկվայի բնակ երաժիշտ Կարեն Շալգարդյան, հիմա արդեն Երևանը բնակ։ Ինքը դե շատերի արվեստին ծանոթ չէր, ու որ գնացինք Հակոբ Հակոբյանին նկարելու, ես խնդրեցի ասի վարպետ ցույց կտաս Կարենին աշխատանքները, եւ երբ որ վարպետը դնում էր իր աշխատանքները, ես մեկ էլ մի հատ sense բան մոտս եղավ, ես հասկացա, որ ես շատ բնապատկերներ ունեմ, տենց Հակոբ Հակոբյանից ոգեշնչեց, լրիվ ուրիշ բաներ են, այսինքն իր այդ դեղինը չի, այդ չորը չի, բանը չի, բայց այդ գծային լուծումները բաները հակառակը իմոց սպիտակ, ձյուն, մառախուղ, բայց այդ նույն ազդեցությունն էր, ու ես հասկացա, ու ես հիշեցի, որ այդ ալբոմը մեր տանը եղել է, գնացի տուն հարցրեցի ուր է այդ ալբոմը։ Պապան ասեց, որ ինչ որ մեկը տարել է ու չի բերել, ու դա շատ վաղուց է եղել, ու ես հասկացա, որ դա երևի մի 4-5 տարեկան հասակում ես այդ ալբոմը նայելուց ինչքան եմ ինչա, այսինքն այդ ձևավորումը շատ շուտվանից է գալիս, 4-5 տարեկանից սկսվում է, էլի փաստորեն այդ ձևավորումը։ Դրա համար այդ ինտուիտիվ չի, այսինքն դա ինտուիցիա չի։ Ենթագիտակցությունն է, հա, բայց ինտուիցիան չի։
Այսինքն դա ձևավորված ենթագիտակցություն ձևավորված պատկերներ են։ Ուտակած, հա, եկած տարիների Ու արդեն երբ որ դու մի քիչ հասունանում ես քո մասնագիտության մեջ, դու նաև դա ուսումնասիրում ես, հասկանում ես, իսկ քանի որ ես նաև դասավանդում եմ, մի քիչ ավելի շատ եմ փորձում ուսումնասիրեմ այդ ամենը, որ կարողանամ փոխանցեմ, ու հավասար է գնում, այսինքն այն ինչ որ քո ենթագիտակցությունն է, ու այն ինչ որ արդեն գիտելիքներն են, իրար հետ միանում է, իսկ դա յուրաքանչյուր արվեստում է, էլի, տենց կան ընդամենը գործիքներ, որոնց շնորհիվ դու այդ ճիշտ անում ես, ազդում ես մարդկանց վրա քո ստեղծած պատկերի կամ երաժշտության կամ գրականության շնորհիվ։ Հակոբ Հակոբյանից խոսեցիր, ինձ մոտ էլ այնքան ջերմ հուշեր եկան, պատիվ եմ ունեցել, համագործակցում էի Նկարիչների միության հետ, աշխատում էի այնտեղ եւ նրա ցուցահանդեսներ, եւ նա ներկա էր իր տիկնոջ հետ, արդեն տարեց, բայց շատ կիրթ, շատ զուսպ, շատ լուսավոր, չխոսքան, բայց շատ այսպես համեստությամբ, իմաստությամբ լցված անձնավորություններ այս մարդը, եւ ես չգիտեմ, հիմա կիսվեմ, ինչ կասես դու։ Ես հիացած էի իր այդ սխտորների շարքից։ Այդ հիշում ես այդ գործերը։ Չգիտեմ ինչու ինչ որ մեջս, չգիտեմ, ես չհասկացա դա ինչու այդպիսի էմոցիաներ առաջացրեց։ Ինձ էլ է շատ հոգեհարազատ, կարող է եղել նորից ազդեցություն մասին, այսինքն նկարել մի բան, գեղեցիկ պատկերն ու գեղեցիկ նկարը դա տարբեր բաներ են, էլի, դու կարող ես նկարել գեղեցիկ պատկեր, ընդհանրապես փոխանցես այդ բայց նա քեզ մեջ ոչինչ չի շարժվում։ Հա, ու դա լինի, ասենք, չգիտեմ, Աստծո կողմից ստեղծած արարատը, որ ես նկարելուց ընդհանրապես ճիշտ ժամին, ճիշտ տեղում եմ հայտնվում։ Ու կարող է լինել պատկեր, որ ծխտորների նման, էլի, որը որ ոչինչից ստեղծում ես դու մի հատ հրաշք, էլի, ոնց որ Հակոբ Հակոբյանն էր անում, ոչ միայն իր բոլոր ամբողջ նկարությունը դրա մասին չի, իր սիրունիկի մասին չի, էլի, իր խորը բան։ Շատ խորը, շատ հոգեհարազատ է հենց այդ ոճը։ Վիգեն ջան, այդ մեր մեծերը, որ ասացիր, այդ նախագիծը որ թվականին սկսվեց եւ դա ինչ էր, գիրքեր իրենից, հա, ներկայացնում, ուրեմն սկզբնական փուլում դա ցուցահանդես էր, սկսվել է լրիվ պատահական, նկարել եմ Օհանդուրյանին դեր ժապավենով, այսինքն դա 2004 թիվն էր երևի։ Ուղղակի ընկերներից մեկը ասեց գնալու եմ իրան տեսակցության, կարող է գասետս մեծ իհարկե ողջավորությամբ գնացի, նկարեցի առավել եւս որ պապիկիս էլ ընկերն ա եղել, նկարեցի ու տարիներ անց կամաց ոնց որ այդ նախագիծը բան եղավ, կայացավ, էլի, սկիզբը 2005 թե 4 թիվն էր, չեմ հստակ չեմ կարող հիմա հիշել։ Հետո եղավ ցուցահանդես, հետո ինքը ավելացավ այդ նկարները ու դառավ գիրք, ալբոմ։ Այդպես իրաց մասին որոշակի ինֆորմացիայով ու լուսանկար։ Մի ալբոմ է դա։ Այո, մի միասնական ալբոմ։ Հա, այս մեծերից ով այդ ստեղծագործողներից տենց ունիկալ հետք է թողել քո ստեղծագործության։ Դե ես բախտ եմ ունեցել, շատ բախտավոր եմ այդ առումով, այսինքն ես բախտ եմ ունեցել, չգիտեմ, Ռոբի հետ Սահակյանց օրինակ լինել Ռոբի փոքր ընկերը, օրինակի համար, հա, ընկերական հարաբերություններ ու շատ շատերի հետ, էլի, բայց դեռ Ռոբը իհարկե լրիվ ուրիշ պատմություն, հա, լրիվ հիմա էլ որ մուլտերը նայում ես, մինչև հիմա այնքան բաներ կան, որ ժամանակից շուտ ինքը այո, պատմել է փիլիսոփայությունը այդ մուլտերի։ Հիմա այսօր նայում ես մեր երկրի վիճակն էլ իր մուլտերի մեջ նաև կա, տեսնում ես։ Այո։ Ու կանանց մասին ունի չէ այդ ռուսալկայի հայտնի այդ բանը, ասիկն Оставайся мальчик с нами։ Ու այդ կերպարը այդ ռուսալկայի չէ, ինչքան ենք մենք այսօր հանդիպում փողոցում ու Instagram-ում։ Վայ, ճիշտ ես ասում, տիպիկ այդ շրթունքները 70-ականների թե 70-ական վերջ 80-ականների սկիզբ այդ կերպարը անելով որ 2000-ականներին, հա, աղջիկները կնմանվեն այդ ձկնիկին, սենց բոլորը քսերակոպիա արված։ Ու ոչ միայն, ընդ շատ խորը բաներ կան, շատ խորը մասներ կան։ Ահա։ Մենք
սկսեցինք ոնց որ դու հնչեցրեցիր քո դասախոսականը պահը մեծ տեղ ա զբաղեցնում քո դասախոսական հիմա գործունեությունը քո կյանքում ովքեր են քո ուսանողները, աշակերտները։ Ես ունեմ իմ կուրսերը, որը որ մարդիկ են ովքեր ուզում են գալ սովորել եւ արդեն դա առանձին մի հատ բան է 2008 թվից դրանով զբաղվում եմ եւ կա այս վերջի մի տարին մի նախագիծ ենք անում շատ կարեւոր կարծում եմ Դիակոնիա բարեգործական հիմնադրամի շնորհիվ մենք արցախցիներին բռնի տեղանված շատ ծանր վիճակում բոլորս էլ անցած ծանր ճանապարհ շատ ծանր ճանապարհ անցած արցախցիների համար ենք դասեր անում հիմա արդեն երկրորդ խումբն ենք սկսել ընդ որում դա մենագեշ չէ երբ որ առաջարկը եղավ ես առաջարկեցի որ հրավիրենք մեր հայտնի ու լավ լուսանկարիչներից Հակոբ Նաբերբերյան մեր հետ Վաղինակ Նաղազարյան, Արտաշ Մարտիրոսյան, Վային Տերտերյան օպերատորական մասնա ու տենց խմբով մենք իրենց դասավանդում ենք հիմա էլ ինչ տարիքային խմբեր են չկա տարիքային սահմանափակում թե իմ դասերում չկա թե արցախցիներ առավել եւս չկա այո եւ 20 տարեկանը կարող է այցելել եւ 50 տարեկանը այդպես էլ կա տենց է լինում այդպես էլ կա հիմա էլ բառացիորեն վաղը չեմ հյուսոր Չեխիայից իմ ընկերն է գալիս, որը լուսանկարիչների միության նախագահն է Չեխիայի, Ավանեսյան Գարիկ, որը որ առանցմատներով Արցախցի է, ու իրան հրավիրեցինք, ինքը մեծ սիրով գալիս է ու այդ Արցախցի մեր ընկերների, գոլեգաների համար կազմակերպում ենք workshop-եր, գնալու են գյուղեր, այդպես շատ հետաքրքիր 5 օր է լինելու։ Հա, գնալու ենք, ասացիր, հիշեցի, որ կրկին մի գերազանց նախագիծ է իրականացվել քո եւ Թովմաս Առաքելյան, հա, բլոգեր եւ հոգեվորական, տուրեր եք կազմակերպում, հա, հոգեվորական։ Այո, հոգեվորական կրոնական տուրեր ենք կազմակերպում։ Հա, այդ որ թվականից այդ մտահոգությունը։ Դա նոյեմբեր ամսից ենք մենք սկսել անցյալ տարվա։ Նոր բան է, հա։ Հա, Թովմասի հետ այդ իմ պորտֆոլիոյի շնորհ բանի շրջանակներում համագործակցեցինք շատ տպավորված է իր մտքից, իր խոսքից, գիտելիքներից ու հետագայում տենց շփման մեջ եկանք հասանք նրան, որ երկուս էլ մտածել ենք այդ հոգևոր տուրիզմի մասին, իսկ քրիստոնեական։ Որտեղ եք այցելել եւ որտեղ դեռ պիտի այցելեք։ Նոյեմբեր ամսվանից սկսեցինք Մայրաթոր այցելել, դա շատ կարևոր էր 80-ից հետո էլ եկեղեցու վերաբացումից հետո։ Արդեն ունենք դեպի Տավուշ ենք սկսել տանել, 2 անգամ գնացել ենք, շատ էլ հետաքրքիր անցնում։ Հետագայում մի քանի ուղղություն ավելանալու, Գյումրին ենք սկսում շրջակայքով եւ մինչեւ Վենետիկ հասնելու ենք։ Երուսաղեմ դու ասել ես։ Երուսաղեմ անպայման կլինի, հա, ընթացքում տենց ընդլայնելու ենք։ Հա, դա ինչ որ սեզոնային է։ Դեմ նոյեմբերին արել ենք, դեկտեմբերին արել ենք, այսինքն մենք սեզոնից չենք վախենում, եղանակներից չենք վախենում, ու մեր ուխտավորները, ովքեր մեր հետ գալիս են, նույնպես չեն վախենում։ Ես ուզում եմ ձեր ուխտավորը դառնալ, ինչ պիտի անեմ դրա համար։ Մայիսի 1-ին համեցի մեր հետ գնանք Մայրաթոր, մայիսի 3-ին, մայիս ամսվա մեջ շատ հագեցած է լինելու, գրեթե ամեն շաբաթ օր եւ տոնական օրեր ունենք, մենք ունենք տարբեր ուղղություններով ես կուղարկեմ մեր էջը, թե Թովմասի էջում դա ավելի շատ Թովմասի Առաքելյան էջում դա կա եւ մեր Instagram-յան էջում նաեւ վերև էջում, բայց Թովմասի մոտով ավելի հեշտ է կարելի գտնել։ Եվ Թովմասը գիդի դեր է, հա, տանում, նա Թովմասը պատմում գիդի է։ դեր է տանում, բայց դա տենց ուղակի գիդ չի էլի, որովհետեւ ես ինքս հետաքրքրված եմ դրանով, իսկ բազմաթիվ անգամ, չգիտեմ, մեջմիածնում եղել եմ, բայց նենց ու այդ բոլոր այդ մարդիկ ովքեր գալիս են, ինձնից էլ ավելի հետաքրքրված են քրիստոնեությամբ, որտեղ դա սովորական մարդու ոնց որ հա մի քիչ պիտի հետաքրքրվես դրանով որ գաս ու ուրիշ ինֆորմացիաները, ուրիշ բաները։ Այո, դու որ ասացիր Էջմիածին, գիտես, ես մտածեցի դե մենք մանկուց այցելում ենք Էջմիածին։ 7 թե 8 անգամ գնացել եմ արդեն, ամեն անգամ նոր բաներ եմ ես իմանում։ Նոր ինքն ինչ որ բաներ է պատմում, որը չգիտեմ շատ հետաքրքիր, շատ ուրիշ, այսինքն տենց չի էլի, որ այս թվին հիմնադրվել է, այս ճարտարապետը սարքել է, այս կաթողիկոսը կազմակերպել, տենց չի։ Շատ ուրիշ ինֆորմացիաներ են, շատ հետաքրքիր ինֆորմացիաներ են, իսկ Էջմիածնից դուրս նաև ունենք վանքեր, նույն
Աղուշում բանում, որը որ տենց քիչ այցելվող վանքեր Այո, են, շատ շատ տուրիստական ունենք բան չեն, այդպիսի հա, վանքեր, ու այո։ տենց ընտրված Թովմասի կողմից, որոնք որ մեծ խորհուրդ ունեն ու բան ունեն, ինքը շատ հետաքրքիր է, եւ բացի դրանից ես էլ այդ ամեն ինչի ընթացքում էլ լուսանկարում եմ, բացի կազմակերպչական բանից, այսինքն ինձնից էլ վերջում լավ հուշ լուսանկարներ եմ Հա, անում։ ահա։ Այդ ֆայլում Ես անպայման ձեզ ցանկը կուղարկեմ մեր հետ։ Ես սրտադրով սպասում եմ Վիգեն ջան։ Եվ 22 թվին էլ ինձ համար կրկին Վիգեն Մնոյանը պարգևեց մի անակնկալ, ուրեմն թողարկվեց մի հիանալի գիրք, որը իրենից ներկայացնում է հայկական խոհանոցի բաղադրատոմսերի հավաքածու։ Լուսանկարիչ Վիգեն Մնոյանին ինչու հետաքրքրեց այս խոհանոցային թեման։ Լուսանկարիչ Վիգեն Մնոյանին հայկականության հետ կապված ամեն ինչ հետաքրքիր է։ Մենք ընկերներից մեկը Գուրգենը Բունացյան մի օր, որը որ շինարար է։ Մի օր ինձ զանգ արեց, պատերազմից հետո էր դա, ասեց արի մի օր հանդիպենք, սուրճ խմենք, ու ասեց բանա մեջս sense ուզում եմ մի բան անեմ երկրի հայության համար կարևոր։ Ու ասեց sense մի հատ բան եմ մտածել, չկա, իսկապես չկա համապարփակ խոհարական տենց ինքը շտեմարան է ինքը գիրքել չի էլի որովհետև մեջը մոտավորապես 480 հաշիվը կորցրել էինք էլի վերջում մոտավորապես 480 բաղադրատոմս է։ Իսկ մենակ 120 ապուր կար, ես շշմել էի։ Այդ 120-ը մենք զտել ենք, այսինքն մոտ մի 50-60-ը չենք տեղադրել, որովհետև նայում էինք, հասկանում էինք, այսպես կա, այս երևի արդեն պետք չի, այս մի քիչ նման է, բայց դե տարածաշրջաններով տարբեր, մի քիչ իրար նման, մի քիչ տարբեր իրարից բաներ էին։ Հա, տոլմաների քանակը, ինչքան տոլմաներ կար գրքի մեջ։ Դա ինձ այդքան չզարմացրեց, ինչքան ապուրները, որ ինձ միշտ թվում էր, որ մենք մի քիչ կաղում ենք ապուրների Չէ, առումով։ ուղղակի ժամանակակից կյանքում այդ խորոված քյաբաբին ենք մեզ տվել, բայց իր որը այդքան էլ մերը չի, պրինցիպի։ Դե մերն էլ է, որովհետև այդ դրա մասին էլ ունեցանք շատ բան, տարածաշրջանային ինքը խոհանոցը շատ հետաքրքիր բան է, տալիս ու վերցնում է տարածաշրջանում, էլի։ Ու շատ բաներ կան, որ մենք վերցրել ենք վրացական խոհանոցից ու տվել ենք, պարսկականից վերցրել տվել ենք, արաբականին վերցրել տվել ենք, բայց դա վերցնել ու տալ է, այսինքն իր նուքոնը տեղ շատ բան է։ Սահմանը շատ sense որովհետև մի շատ կարևոր բան մեզ հետո դրա մասնագետները ու գիտնականները ուշեցին, ասին միակ բանը, որով կարելի է հասկանալ դա մերն է թե մերը չի, այդ տարածաշրջանում աճել է արդյոք այդ բանը, որից որ ինքը պատրաստված է, թե չէ։ Ու մենք տենց ընկերներով Վահան Առաքելյան խոհարար հավաքվեցինք ու արեցինք մի տենց 2 տարի Գուրգենի հետ մենք խոհարար էինք դառել, որտեղ մենք փորձարկում էիք այդ հավաքում էինք այդ բաղադրատոմսերը, դա երկար process է շատ, հավաքում էինք, հիշում, ասում էի մատենադարանից եք սկսած մատենադարանից հանած բաներ, բաղադրատոմսեր, վերջացրած Սովետ միության ընթացքում հայկական խոհանոց մտած, ստեղծված հայկական խոհարարների կողմից բաները։ Կհիշես օրինակ, որ բաղադրատոմսներ այդ հին մատենադարանային գաթաներից բան կար, ապուրներից կար, տարբեր։ Հա, հյութ կար օրինակ այդ բանի ծիրանի հյութ կար, որը քանվում էր ծիրանից, տենց բաներ անում։ Տենց հստակ դժվարանում եմ, բայց կային բաներ, որոնք հա այդ թվականից սկսած մեր խոհանոցի մեջ կա, այսինքն շատ վաղուց էլի մատենադարանում պահված 5 գրքերի մեջ։ Ու տենց ստեղծեցինք այդ ամբողջը մենք պատրաստել ենք, կերել ենք, լուսանկարել ենք ու մի հատ շատ կարևոր պրինցիպ ունենք, որ Երանիցս չէ, այդ ընթացքում գերացանք բավականին բոլորս, բայց մի հատ պրինցիպ ունենք, որ պետք է մենք հասկանանք դա իրականում ուտելու է, թե ուտելու չի, համեղ է, թե համեղ չի, ու այդ մոտավորապես 480 բաղադրատոմս 2 տարի մենք կերել ենք դա։ Վահանը պատրաստում էր, ես Գուրգենը փորձարկում էինք։ Գիրքը դեռևս միայն անգլերեն տարբերակով է։ Այո, մենք մի հետաքրքիր է շատ, դա մեր ընկեր Գուրգենն է հենց անգլերենով էլ գրել է, ու հետո ուղարկեցինք ԱՄՆ-ին խմբագրելու, հետ էին ուղարկել, գրեթե ասել էին ձեռ տալու բան չկա, փայլուն է պաստորեն Գուրգենի անգլերենը։ Անգլերեն էր, որտեղ մենք ունեինք ցանկություն եւ գաղափար դա
ուրիշներին ցույց տալու էլի մենք չնայած բարձումա մենք այդ նույն ապուրներին վերադառնանք շատերս չգիտենք այդ բաղադրատոմսերի մեծ մասը, Միանշանակ չգիտենք։ բայց նախագծերում կա ռուսերեն թարգմանելու եւս, հայերեն էլ կանենք էլի ժամանակ։ Արեք, խնդրում եմ արեք։ Դա շատ մեծ աշխատանք է, տաժարագին աշխատանք է, էլի 2 տարի մենք դրանով զբաղվել ենք։ Դրա համար մի քիչ ժամանակատար է, ֆինանսատար է եւ երկար է, բայց կանենք։ Կամավորականների խումբ կարող ենք հավաքել, ձեզ օգնենք։ Կարծում եմ չի խանգարի, որովհետեւ իսկապես պերֆեկցիոնիստ ենք ու մենք ուզում եք ամեն ինչը պրոֆեսիոնալ կերպով։ Մենք մեր ձեռով ենք, ոնց որ մի տարբեր մարդիկ եկան գնացին, փորձեցին այդ թարգմանելու, չգիտեմ, Դառը փորձ խմբագրելու բանի, հա, բայց հասկանում ենք, որ մեզանից լավ ոչ ոք չի անի։ Երևի դա էլ բանն է, էլի մոտեցումներն է, հոգատարությունն է ու բանն է, էլի չգիտեմ։ Այո։ Կան բնականաբար մասնագետներ, որոնք շատ լավ դա կանեն, բայց Այո։ Վիգեն ջան, եւ կրկին մի նոր ինձ համար կերպար, հա, քո ոնց որ ներքին քո այդ ձգտումները, քո այդ անընդմեջ ծակող նոր գաղափարները ինձ հիացրեց այդ Instagram-ի ռիլերը, որը ես պետք է խոստովանեմ, որ երեք նոր սկսեցի թերթել, նոր եկա դրան, եւ ինձ գիտես ինչ ցնցեց, ինչքան կար ասենց լավ իմաստով ինչ որ սրտաճմլիկ, ինչ որ էմոցիաներ կային այստեղ, ամեն մեկը ուներ կյանք, կարճ է այդ մի քանի վայրկյանը, մի քանի րոպեն, ինչ որ մի փոքրիկ կյանք էր փոխանցում։ Դա ինչպես սկսվեց, այդ միտքը ինչպես եկավ։ Միտքը դրա եղել է դեռևս էլի 2000-ականների վերջին, բայց արդեն, որ երբ որ ես այդ պորտֆոլիո նախագիծը աստղերի հետ անում էի, հմեկում, հետո նորալիքում, այդ ժամանակ ստեղծվեց հմեկի Արարատ ալիքը, որը հետագայում շողակաթ դարձավ, մշակութային ալիքը եւ ղեկավարը հեռուստատեսության Ալեքսան Հարությունյան ինձ մի օր կանչեց, ասեց Վիգեն, սենց բան ենք անում, արի մի հատ լուսանկարչության մասին էլ մտածի, մի հատ ավելի տենց լուրջ բան։ Ես մտածի ու այդ ժամանակ ստեղծվեց այդ նախագիծը հայտնի լուսանկարիչների մասին պատմողական շարք էր, 20 րոպեանոց հաղորդում TV, 20 րոպեանոց հաղորդում։ Երկար կյանք չունեցավ դա, բարդ էր դրա տակ գումար հայթայթել, իսկ հիմա փոխվել է, էլի այն ժամանակ դա լուրջ հաղորդում պատրաստելը բավականին լուրջ ծախսերի հետ էր կապված։ Հիմա մի քիչ հեշտացել ավելի, չնայած հիմա էլ ինքը ունի բաներ, բայց այն ժամանակ ուրիշ էր։ Ունեցա երևի մի 10-12 հաղորդում ունեցա ու դադարեցինք դա անելը։ Հետագայում էլի մի հատ կարճ ժամանակ փորձ եղավ, մի քանի հաղորդում էլ արեցինք, արդեն 12 TV էր կոչվում, որը իմ եղբայրը եւ Ռուբեն Մխիթարյանն իրանք էին ղեկավարում։ Մի քիչ էլ տեղ արեցի, հետո Մոսկվա գնացի, տենց էլի ընդհատվեց։ Ու հետո ժամանակը եկավ, ես հասկացա, որ կարելի է դա փորձել նոր տարբերակով, մի քիչ ավելի ժամանակակից։ Սա քանի տարվա պրոյեկտ է։ Սա 2000-ականի վերջից է եղել, չեմ հստակ չեմ, ես մի քիչ թվերը Instagram-ի մասն է խոսքը կոնկրետ։ տարի ու կես է երևի անում եմ։ Մոտա մի տարի է, հա, տարի ու կես մոտավորապես անում եմ։ Դա մի քիչ ուրիշ բանից եկավ նորից հիշեցի ես դա, մի քիչ ժողովրդի հաստով թացը չորի հետ խառնվել է, էլի։ Ու մենք մի քիչ քանի որ ես դասավանդում եմ, ես դա հստակ տեսնում եմ, որ լավ լուսանկարչությունն ու վատ լուսանկարչությունը տարբերակելը ոնց որ եւ շատ բաներ է լավն ու վատը, հա, շատ բարդ է դառը այսօրվա այս սոցցանցերի դարաշրջանում ու իմ համար շատ կարևոր էր, որ ես ներկայացնեմ արժեքավոր լուսանկարներ, արժեքավոր լուսանկարիչներ, թե համաշխարհային, այսինքն արտերկրի, թե մեր հայ լուսանկարիչներից, որոնք պակասը չեն։ Այո։ Ու այդ նախագիծը նորից որոշեցի արդեն կարճ ռիլային տարբերակով անելու, այտենց հիմա անում եմ։ Կայացած հիանալի նախագիծ է Վիգեն ջան, շատ։ Վիգեն ջան, ուզում եմ մի փոքր ետ վերադառնանք։ Մի հուզիչ պատմություն էր ինձ պատմել, որ 18 թվին, եթե ճիշտ եմ հիշում, քո ուսուցչին, տարեց ուսուցչին, տարել ես Արցախ եւ դու շարունակիր։
Հա, ուրեմն Լևոն Աթոյանց, իմ վարպետը, իմ շատ սիրելի վարպետը 91 էր, եթե ճիշտ եմ հիշում, 90-91 մոտավորապես այդ տարիքի էր, ու ինքը ուներ պատերազմի ժամանակ, այսինքն չէ, դեռ 50-ականների վերջ Շուշիում նկարած լուսանկարներ ու հետաքրքիր պատմություններ դրա տակ, որովհետև չէր թույլատրվում։ Տենց կիսաթաքուն նկարած, բան լուսանկարներ ուներ Շուշիի, սև սպիտակ, տենց քաղաքային պեյզաժներ էին շատ հետաքրքիր։ Ու նաև պատերազմի ժամանակ, առաջին Արցախյան պատերազմի ժամանակ պորտրետների շարք ուներ, ինքը ավելի շատ ֆիլմ էր նկարում, կինո էր նկարում դոկումենտալ, ու ասում այն ընթացքում, որ պլյոնկան ժապավենը բրծնում էր բանի կամերային, միջև տալիս էր այդ ժապավենը լիցքավորի ասցենտը բան, այդ ընթացքում կամերան հանում էր, ֆոտոներ էր անում, ձեռի հետ էր անում, բայց շատ լավ պորտրետների շարք ուներ։ Ու ինքը տենց մի քանի անգամ եղել էր խոսակցություն, որ կուզենայի նվիրեի այդ լուսանկարները Արցախին, ու ես այն ժամանակ Արմենն էր Ամիրյան նախարարը բանի մշակույթի դիմեցի, գնացի ասացի պարոն Ամիրյան, սենց բան կա, ինքը ասեց վայ Վիգեն, էս չի լավ բան ես մտածել, արի անենք, ու մայիսի 9-ին 18 թվի կազմակերպեցինք երկու ցուցահանդես, նվիրեցինք այդ լուսանկարները, ու վարպետից տարանք բերեցինք, շատ հուզված էր ինքը, շատ բան էր։ Հուզիչ էր իհարկե։ Ոտքով ձեռքով տարակ, կարևոր ոտքով ձեռքով եւ փայլուն մտքով եւ այո, ոգեշնչված հետ բերեցիք։ Այո, քանզի խոսեցինք Արցախի մասին, որ տարել էր քո ուսուցչին։ Դու ինչ որ լույս թունելի վերջում տեսնում ես մեր իրականության մեջ։ Ես իրականում օպտիմիստ եմ։ Երևի տեղ տենց բան չափազանց օպտիմիստ եմ, բայց այս հարցում կարծում եմ, որ ամեն ինչ դեր առջևում։ Աստված ձայնդ լսի Վիգեն ջան։ Վերադառնանք կրկին տեխնիկական մասին։ Այսօրվա այս իրականության, հայ տեխնոլոգիաների իրականության մեջ քո կարծիքով որպես լուսանկարչի քեզ օգնում են այս տեխնոլոգիաները, թե խանգարում են։ Вообще լուսանկարչությանը։ Լուսանկարչությանը ինքը համ օգնում, համ խանգարում է։ Այն բանը, որ մի քիչ հեշտ է տրվում, թվում է, որ կարելի է քիչ սովորելով, քիչ ջանքեր գործադրելով անել։ Բայց այդ ջանքերն էլ բերում են նրան, որ ստեղծագործականը դա ավելի հզորանում ու ուժեղանում։ Երևի երկուսն էլ համ օգնում են, համ խանգարում են, էլի։ Ես ասում եմ Աստծո հետ կապն է կորել, որովհետև երբ որ տանում էի ժապավենը լվալու, պրայով կամիք էիր անում, Աստծուն աղոթում էիր, որ այդ 36 կադրից գոնե 30-ը նորմալ լինի, որովհետև դու չգիտեիր քո մոտ ինչ է ստացվել։ Դու կարող էիր ենթադրել մենակ ինչա ստացվել, մինչև վերջ չգիտեի, ոչ մեկ չգիտեր, այսինքն սպասողական sense լարված վիճակ է, մինչև վերջի վարքյան։ Ընթացքը, մինչև ժապավենը լվացվում էր, ավարտվում էր, մինչև չէիր լուսի վրա պահում ու տեսնում նկարները ինչ ա եղել, ինչ չի եղել։ Հա, այստեղ տրամաբանորեն հասկացա, որ դու անցել ես թվային ֆոտոխցիկի։ Դե շատ վաղուց եմ անցել թվայինի ու ուրիշ իմաստ էլ չունի։ Հա, նորից այդ հա, սրտադրող վերջացավ։ Դա հիփստերությունն է, այսինքն դա տիթիզությունն է, հա։ Չէ, իմ պրոֆեսիոնալ բանում իմաստ չունի, այսինքն եթե դու պետք է աշխատես, պետք է աշխատանքդ լինի, այդ արագությունը, այդ որակն էլ այսօր տենց է, որ չէ, իմաստ չունի ժապավենայինը, մենակ կարելի է հաճույքի համար անել, այսինքն կարող ես ինչ-որ նախագիծ մտածել, որ ժապավենով անես, բայց պրոֆեսիոնալ լուսանկարչության մեջ ինքը գրեթե անիմաստ բան է դառել։ Հա, այսինքն թվայինը չի սպանում հոգին, սիրտը։ Չէ, դե միտքն է մարդու կարևոր։ Լուսանկարչությունը այդ տեխնիկական մասն է։ Լուսանկարչությունը տեխնիկական մասը ընդհանրապես գործիքներն են։ Մեկը դու նկարում ես, նկարչությունն է դա։ Դնում ես քո հոգին, չէ, իհարկե դու նկարչությունն է դա, այսինքն դու կամ նկարում ես կամ չես նկարում, ժապավենով կարող ես չնկարել։ Վիգեն, իսկ նկարում ես դու ձեռքով։ Չէ, երբեք չես ունեցել այդ ձիրքը։ Չէ, չեմ ունեցել, հետաքրքիր այն է, որ հայրս ճարտարապետ մասնագիտությամբ շատ լավ նկարում է, հորեղբայրներս նկարել են, հորեղբորս տղան, եղբորս աղջիկն է հիմա ճարտարապետ նորից նկարում են, բայց ես
ինչպես նաև եղբայրս, Այո։ դե մենք չենք Այդ կարող դիրքը ասել չկա։ չէ։ Այո։ Հա, բայց տես երկուսդ է ստեղծագործողներ եք։ Հա, դե Եվ ուղղակի մեր ձեռքի շնորհ չունենք։ հին ավելի հյուրը քո Այո։ եղբայրը Սարգիսը եւ դու ամեն դեպքում ստեղծագործական ճանապարհ ընտրեցիք։ Այդ փաստորեն Դե գենետիկան հա, ուժեղ է։ ընտանիքում մայրս երաժիշտ է, հայրս ճարտարապետ է, ոնց Այստեղ որ չի քննարկվում արդեն ամեն ինչ པարզ է, Վիկեն ջան։ Այս խոսելով քեզ հետ པարզ է, կարծում եմ բոլորիս, որ դու վեճնի դվիգծիլ։ Եվ հանգիստ չեմ վեճնի տեղս։ դվիգծիլը միշտ բնականաբար ունենում է բազմաթիվ պլաններ, ստեղծագործական, բիզնես եւ այլն։ Եվ իմ շատ սիրելի հարցն եմ հնչեցնում քո ստեղծագործական պլանները։ Դե առաջիկայում ավելի շատ այս մեր ուխտագնացումների բանը զարգացնելն է, որովհետև ինքը առելի աշխատանք է, շատ մեծ ժամանակ ու ջանքեր է մեզնից վերցնում իրականում։ Դա զարգացնելն է, նոր ուղղությունները, ինչպես նաև մտադրություն կա մասցի արդեն դուրս գնալու Սփյուռքի համար բաներ կազմակերպելու, հա, դեռևս մենք հայաստանցիներով ենք մենակ գնում գալիս, այո։ բայց իրականում թե Սփյուռքի, թե արտասահմանցիների համար, որտեղ ինքը իր տակ մի քիչ ուրիշ բան էլ ունի, էլի։ Մենք լինելով առաջին քրիստոնեական երկիրը, մենք մենակ Երևանում ենք դրա մասին խոսում, դու ինչ որ մարդիկ արտասահմանում կարող է ինչ որ բաներում էլի, բայց Ես սկսել եմ ամենտեղ հա, ես բարձրաձայնել համոզված եմ, որ արտասահմանում։ քրիստոնեական այդ մեծ համայնքը, որը աշխարհում միլիոնավոր է, չէ՞, նույն կաթոլիկները, չգիտեմ, քանի միլիոն են ու բան են, վառ ֆանատիկ կաթոլիկները, էլի, իրանք չգիտեն էլ դրա մասին։ Ու դա կարծում եմ երկրի համար կարող է օգուտ բերել էլի մեծ, եթե լինեն Համաձայն եմ։ Դա մարդիկ, կբերի ովքեր օգուտ, իհարկե։ Լուսավորչական աշխատանքը երբեք չի խանգարել։ Ոչ Չէ, մի դա ոլորտում։ անվտանգություն է, դա չգիտեմ, որպես туриզմ ենք դրան վերաբերվում, բայց այդ մարդկանց վերաբերմունքը, եթե քրիստոնյան դու բերում ես քրիստոնյան առաջի քրիստոնեության ընդունած պետությունը առաջի վանքերն է ցույց տալի առաջի բաները, դա լրիվ ուրիշ վերաբերմունք է ունենում այդ մարդը քո երկրի հանդեպ, էլի, այն մարդը, որ համոզված եմ, չգիտեմ, իտալացիների մեծ մասը մեր մասին ոչ էլ լսել են, ոչ էլ գիտեն։ Հա, մեծ մասը չգիտեն, բայց Ու ոչ միայն փոքրամասնություն իտալացիների։ արդեն կա։ Դա էլ մեծ քայլ է։ Բնականաբար։ Մեր գործունեության մի մասը դրան էլ է ուղղված, էլի, Այո, ոնց որ տարածել առաջին դա։ անգամ Իտալիայում եղա 15 տարի առաջ, բացարձակ անտեղյակ էին, երբ հարցնում էին, երբ փորձում էինք բացատրել, որ մենք առաջի քրիստոնյա, բացարձակ տեղյակ չէին։ Այս վերջին տարիներին շատ շատերը, մանավանդ տուրիստական վայրերում օրինակ, հա, նկատում եմ, որ արդեն մի փոքր Դե տեղեկացված դրան են։ նպաստեց նաև արդեն ողորմածիկ լուսահոգի Հռոմի Պապու Այո, այցը Հայաստան։ այո։ Բնականաբար, բայց ինձ թվում է մեծ ֆրոնտ կա աշխատելու, ու ես հասկանում եմ, որ դա անհատների անելիքը չի, դա պետական մեծ ծրագիր պետք է լինի, բայց մենք ընկերներով որոշել ենք դա անենք, ինչքան որ կարողանանք։ Հիմնականում դա է։ Ստեղծագործական առաջնայինը դա է։ Կան անշուշտ նախագծեր մտածած, թե արցախցիների հետ կապված, թե բան, բայց դրանց մասին դեռ չեմ ուզում խոսել։ Դեռ վաղ է, դեռ հեփում են, դժվար է դրան անդրադառնալը շատ։ Իսկ դասախոսական ինչ որ նոր նախագծեր կան։ Դե իրանք ինքը մի զարգացող է, ինքը Հա։ զարգացող է, նոր բաներ ավելանում, չգիտեմ, մեծանում է, հետաքրքրանում է, տարբեր ինչ որ երանգներ ու գույներ է ստանում։ Կարևորը շարունակական է։ Ինքը մի կուրսը չավարտած մյուսը սկսվում է ու հիմա արդեն նաև արցախցիներին էլ հուսով եմ, որ շարունակական կլինի։ Գեցեք, հիանալի էլի մտքեր եւ գործեր եք անում։ Շնորհակալ եմ։ Ծրագրի ավարտ է մոտենում, մենք ունենք այսպիսի պահ հարց հաղորդավարին, եթե հյուրը ունի այդպիսի հարց։ Ինձ հետաքրքիր է, ըստ ձեզ, որ հաղորդումն է ամենահետաքրքիրը, որ զրույցն է ամենահետաքրքիրը եղել։ Իմ ալիքի մասին է խոսքը։ Իհարկե համար 1 ամենաառաջինը դա անմոռանալի զրույց է միշտ լինում, դա բիզնեսմեն եւ ծրագրավորող Արա Աբրամյանն էր, իմ մոտ ընկերը, հիանալի, իհարկե քո եղբայր Սարգիս Մանոյանի։ Հասկացա, գալիս էինք փաստորեն դրա։ Իհարկե պիտի ասեմ, որ
Երբ հարցազրույցները իմ հարազատ մոտիկ ընկերների հետ են, դա ինչ-որ մի այլ աուրա է բնականաբար։ Դրանք բոլորը կարող եմ թվարկել։ Սենց դե թոփերը ուրեմն Արա Աբրամյան, Սարգիս Մնոյան, Նարինե Մովսիսյան, բժշկուհի, հիանալի զրուցակից եւ Նարեկը Մարգարյան։ Կրկին ինձ համար շատ այսպես ջերմ եւ շատ անմիջական մթնոլորտ էր Նարեկը ստեղծել եւ մենք ոնց որ մի ալիքի վրա այդ զրույցը այսպես մեզ մոտ գնաց։ Կարծում եմ դու կմտնես այդ թոփերի մեջ, վստահ եմ Վիգեն ջան, որովհետեւ ստեղծագործողների հետ իհարկե շփվելը շատ հետաքրքիր է։ Ու կապ չունի մասնագիտությունը, այդ բժշկուհին բժշկուհի է մասնագիտություն, բայց ներքուստ նա ստեղծագործող է։ Ինչպես նաև լուսանկարիչների մեջ կան մարդիկ, որոնք ընդհանրապես ստեղծագործող չեն։ Չեն, այո, ծիխնար հետ կոպիտ բառը օգտագործեմ, այո։ Վիգեն ջան, կրկնում եմ, որ շատ աշխուժ հետաքրքիր զրույց էր, կարծում եմ կրկին կհյուրընկալվես մեր տաղավարում։ Միաժամանակ անց իսկ ես հիշեցնում եմ, որ մեր հյուրն էր այսօր Վիգեն Մնոյանը, լուսանկարիչ, դասախոս, բազմաթիվ նախագծերի հեղինակ եւ ուղղակի շատ հետաքրքիր մարդ։ Մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել, գրել կոմենտներ։ Ես հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։